Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք թեմայից, որոնին առնչվում եք բոլորդ, ապահովագրությունից, ծառայությունը ձեռք ենք բերում, բայց ինչ որակի ծառայություն ենք ձեռք բերում, ինչ պետք է իմանանք, թերևս շատ քչերին է հայտնի։ Եվ այսօրվա իմ զրուցակիցն է ԵՊՀ դասախոս, գիտությունների տեխնացու դոցենտ Արա Քարյանը։ Բարև ձեզ, պարոն Քարյան, շնորհակալ եմ։ Դուք ոլորտի փորձագետ եք նաև ապահովագրական գործի, ներգրաված եք եղել տարբեր աշխատություններում։ Առաջի հարցը, որ կուզեմ տալ ձեզ, մարդիկ ապահովագրությունը լավ չեն պատկերացնում, հա։ Կա վթար գիտեն փոխհատուցում տվողն է, բայց այդ ապահովագրությունը ինչ է իրանից ներկայացնում, այսա չգիտենք, խնդրեմ ներկայացնեք, իրազեկենք մեր քաղաքացիներին։ Շատ շնորհակալություն այս քննարկման համար։ Եվ իսկապես այսօր ապահովագրությունից օգտվում են գրեթե բոլորը։ Տեսեք, մի 10-12 տարի առաջ շատ դժվար էր ուսանողների հետ խոսել ապահովագրության մասին, որովհետև կենցաղային ոչ ոք չէր օգտվում դրանից։ Այսօր մենք բոլորս օգտվում ենք ուրեմն ԱՊԱ-ից, որովհետև պարտադիր օրենք է, մենք օգտվում ենք սոցփաթեթի շրջանակներում շատ լայն զանգված օգտվում առողջապահության ապահովագրությունից։ Մենք նաև օգտվում ենք կյանքի ապահովագրությունից, որն է դա։ Կենսաթոշակային վճարները, որ մենք վճարում ենք, ընդորում պարտադիր, դա ըստ էության կյանքի ապահովագրությունն է, իր բուն բովանդակությամբ կյանքի ապահովագրությունն է, բայց դա մատուցվում է կենսաթոշակային ֆոնդերի կողմից։ Իդեպ օրենքը ասում է, եթե լինեն կյանքի ապահովագրական ընկերություններ, մենք անմիջապես կարող ենք նաև մեր ցանկությամբ հաշիվները տեղափոխենք այնտեղ։ Այսինքն այսօր շատ հեշտ է դրա մասին խոսել, որովհետև գրեթե զանգվածային բոլորը օգտվում են, բայց դուք ճիշտ շեշտեցիք, որ այդ շատ նրբություններից մենք ըստ էության չենք հասկանում եւ շատ բարդությունների առաջ ենք կանգնում, կարանք քննարկումը սկսենք այ հենց սրա հետ կապված մարդը, որը գնում է ինչ որ բան ապահովագրելու, հա, ինչ պետք է իմանա, սրանից սկսենք, որովհետեւ հետագան բարձ ասեմ ձեզ, հա, վաղուց էի որոշել ապահովագրական թեմաներին անդրադառնալ, բայց հատկապես կհիշեք Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատակիցները դժգոհություն ունեցան ապահովագրական ընկերությունից, բայց առողջապահական ապահովագրության հարցը մեր հանրային օրակարգ էստեղը չեկավ։ Այդ ժամանակ ենք դեռևս ուզում հարցին անդրադառնալ, բայց հասկացանք, որ նաև հիմա գյուղ ոլորտն է լինելու ու հետո արդեն ավելի լայնից կգնանք դեպի նեղ, այ կյանքի ապահովագրությունից սկսած մեր երկրում աշխատում է մենակ պարտադիր ապահովագրությունները։ Այս իրավունքների եւ պարտականությունների, հա, շղթան բացակայում է, իրազեկվածության պակասն է, ինչն է, թե մեխանիզմներն են, որոնք սահմանված են, որ այս ինստիտուտը այդպեսին որպեսին այնտեղ որտեղ պարտադիր չի աշխատում։ Շատ լավ հարցադրում է, տեսեք, քաղաքացիական օրենսգիրքը ասում է, որ պարտադիր օրենքները պետք է սահմանվեն առանձին օրենքով եւ այդպեսին մենք ունենք բացառապես ԱՊԱ-ն, բայց չէ որ կան անուղղակի պարտադիրներ, այդ սոցփաթեթի օրինակով, հեսա կգամ նաեւ առողջապահության ապահովագրությանը, սոցփաթեթի շրջանակներում ստացվում է անուղղակի պարտադիր, գիտեք ինչ, այնտեղ 4 բաղադրիչից մի բաղադրիչը, առաջի բաղադրիչը ապահովագրությունն է, որի հատկացված գումարները մենք չենք կարող ուղենք այլ ուղղություններով, այն 3-ը կարող ենք ուղենք այլ ուղղություններով, բայց առողջապահության ապահովագրությունը չենք կարող, ստացվում է անուղղակի պարտադիր քաղցառողների, սկզբից քաղցառողների եւ հանրային ծառայողների համար։ Դա բավականին մեծ զանգված է։ Հիմա տեսեք խնդիրը ինչումն է։ Ընդհանրապես պարտադիր ապահովագրությունը, եթե պատկերավոր ասենք դիտորդի համար, պետությունը ըստ էության պատերնալիզմի սկզբունքն է որդեգրել, այսինքն ասում է թագավորը ավելի լավ գիտի Ձեզ ինչ ապետ, որովհետև դուք գալու եք իմ դուռը ծեծեք, ավելի լավ է դուք իրականացրեք այս ապահովագրությունը, որ այս խնդիրները ձեր մոտ չառաջանա, այդ պատերնալիզմի մոտեցումն է։ Ըստ էության եւ առողջապահության առումով մենք շատ լավ ստացվել, որ տենց փուլային են գնում, նկատում եմ սոցփաթեթը։ Առողջապահությանը կգանք ոնց որ լավ չի ստացվում։ Հիմա, չէ, ուզում եմ ասեմ այդ խնդիրները։ Տեսեք, շատ հետաքրքիր բան առաջացավ, երբ որ առաջի տարիներին ներդրեցին, իսկ դա նշանակում է, որ մեր փոխարեն պետությունն է վճարում այդ ծախսերը։ Ստացվեց նենց, որ դրա մոտավորապես կեսը 30-40% չգնաց հատուցման, այսինքն ապահովագրական ընկերությունները այդ գումարները պահեցին իրենց, դա այդ ցուցանիշը կոչվում է
վնասաբերության ցուցանիշ, այսինքն հարաբերակցությունը հատուցումների եւ ապահովագրավճարների։ Պատկերավոր, եթե ցուցանիշը կազմում է 70%, կնշանակի մեր վճարած գումարների 30%-ը մնում է ապահովագրական ընկերությունների մոտ։ Եվ դա շատ բարձր էր առաջի տարիներին, բայց ապահովագրական ընկերությունները ոչինչ չէին խախտում։ Գիտեք ինչի։ Նրանք ասում են, որ ձեզ հատուցում չի հասնում։ Եվ առաջի մեծ զանգվածը, որ ընկավ դրա տակ, դա զինվորականներն էին։ Ապահովագրական ընկերությունները շատ հանգիստ ասացին, որ դուք ունեք առաջնային ուրեմն հատուցման բան, դա օրենքով նախատեսված զինծառայողների համար հատուցումն է։ Դուք գնացեք այնտեղից սկզբից ստացեք, հետո կգաք իմ մոտ։ Կնշանակի, որ ամբողջ զինծառայողների վճարը իզուր էր տրվում։ Հաջորդ փուլով կառավարությունը նրանց հանեց բանից եւ տենց էլի շարունակվեց, էլի տենց խնդիրներ կան, որ ինքը շատ հանգիստ ասում է, որ ես այս հատուցումը չեմ տա, դուք գնացեք այն առաջնային հատուցողից ստացեք, որ կգաք իմ մոտ։ Եվ ընդհանրապես ինքը կարող է նաև ասենք ասենք որոշ հատուցումներ չտա, հիմա հարց է առաջանում։ Իսկ ով պետքա եւ այդ օրինակը որ դուք ասեցիք, իսկ ով պետքա դա վերահսկի։ Եկեք այս դեպքում մի հատ ընդհանրական նայենք, ընդհանրապես առողջապահության ֆինանսավորումը ոնց է աշխատում։ Շատ հետաքրքիր է այս բանը։ Համաձայն եմ ձեր հետ առողջապահության ֆինանսավորում, բայց Չէ, կապված է անմիջապես ապահովագրության հետ։ Բացի ապահովագրությունը, հենց ապահովագրության հետ կապված եմ հարցը ուզում ուղղել ձեզ։ Տեսեք, ընդհանրից եթե հիմա գանք այս պահին առողջապահության ոլորտ, հաշվի առնելով նաև որ ուզում են դառնա արդեն պարտադիր եւ գնալով ուզում են այսպես ասած լայնացնեն, ես ուզում եմ մի փոքր հետ գնանք։ Սկզբից մասնավորներ անում, հետո փոխվեց առողջապահության նախարար, ինչ որ բաներ բերեց, նորից մասնավորից վերցրեց, բերեց տվեց բուժ հաստատություններին, հետո նորից փոխվեց առողջապահության նախարար, բերեցին ապահովագրության այսպես ասած բիզնեսի ներկայացուցիչին, նորից տվեց մասնավորին ու կարծես պետ ավելի լավ աշխատեց, քան են հիններ։ Հիմա որոշել են ընդլայնեն, բայց ելի եմ կրկնում, համար 1 հարկատուն ունի խնդիր, ռազմավարական օբյեկտը հաճիշտ է քաղաքական նկարագրություն եղավ, այլ պատճառներ եղան, աշխատավարձի տակ կորավ, բայց դա չի նշանակում, որ հիմնական առանցքային խնդիրներից մեկը պետությունն ուներ իրավունք աչքաթողի վիճակում ապահել, հա։ Բողոքում են մարդիկ, ասում են ապահովագրական ընկերությունը պատշաճ չի կատարում իր ստանդարտ պարտավորությունները։ Վատնա մեր առողջապահական ապահովագրությունը։ Ավելին, այն որ իրականում ապահովագրական խնդիր կար, դա էլ արձանագրվեց։ Ինչով արձանագրվեց, որովհետև նույն ընկերությունը այլևս Ինգոյի հետ պայմանագիր չունի։ Վերցրել է, լուծարել է, ուրիշի հետ է կապել այս պայմանագիրը։ Պետությանը չի հետաքրքրում այդ մասնա պետքա լրիվ sense ձեռնել լվա, ասի դե ես բերել եմ կարգավորումը, ով ոնց է ծառայություն մատուցում, ոնց չի մատուցում, թող շարունակելի մատուցել։ Հիմա կարող է պարզվի, որ պետությունը չպետքա գնա գործ անի։ Շատ լավ հարցադրումներ է, շատ լավ հարցադրումներ է։ Տեսեք, խնդիրը ինչու՞մ է։ Մենք երբ որ դիմում ենք առողջապահական ծառայության, մենք վճարող ենք։ Որտեղ այնտեղ կա գնացուցակ, մենք պասիվ վճարող ենք։ Մենք որևէ կերպ դա չենք կարող վիճարկենք, հա, այդ գնացուցակը, որ այնտեղ դրած է, բայց ընդհանրապես կա ակտիվ գնորդ։ Հիմա ամբողջ խնդիրն անում է, որ առողջապահության համակարգը ակտիվ գնորդ չունի այս պահի դրությամբ։ Ակտիվ գնորդը գիտեք ով է, Պագն է։ Մի կառույց է, երբ որ առաջի անգամ ստեղծվեց, նա առողջապահության կազմի մեջ չէր, նա դուրս էր։ Եվ դա ճիշտ էր, որովհետև ֆինանսները պետքա չլինի առողջապահության նախարարության կազմի մեջ, այսինքն ինքը պետք է չտնօրինի։ Չեմ սխալվում, Արարատ Եղիշիչի նախաձեռնություններ հենց այդ առանձին վիճակ ունենալ այդ։ Դա առաջի անգամ եղել է վարչապետ Դարփինյանի ժամանակ, երբ որ ստեղծվել է։ Եվ ինքը նրանց հետո բոլոր կառավարությունները ներքաշեցին առողջապահության նախարարության մեջ եւ ինքը տենց էլ մնում է։ Եվ հիմա եթե ասում եք նախկինների այս ինստիտուցիոնալ սխալը պետք է ուղղվի, այսօր առողջապահության նախարարությունը անդադ ասում է պարտադիր ապահովագրություն, բայց պարտադիր ապահովագրությանը պատրաստ չի։ Ինչի՞։ Հիմա ես ասեմ ինստիտուցիոնալ խնդիրները։ Առաջինը, որ ՊԱԳ-ը իր կազմի մեջ է, իսկ ՊԱԳ-ը իր կազմի մեջ լինելով ինքը ուղղակի ցուցակով ֆինանսներ է բաժանում, ռազմարյատ կա, ասենց ընդունված խոսք կա, ռազմարյատկով փող է բաժանում։ Ոչ, ինքը պետք է լինի ակտիվ գնորդ, դա նշանակում է, որ
ինքը գնումները կատարելուց մեր փոխարեն ինքն ասակա, մենք չենք կարող ասակարկենք։ Եվ անգամ սպառողների շահերի պաշտպանը իդեմս հասարակական կազմակերպության կամ հիմա դա տվել են մրցակցային հանձնաժողովին, չէ՞ օրենքով, նա էլ չի կարող ասակարկի, որովհետև մասնագիտական խնդիրը դա մենակ կարողանի պագը, որը լինի առանձին կառույց։ Մենք այսինքն նախ պետք է ինստիտուցիոնալ այդ խնդիրը լուծենք, այսինքն ունենանք ակտիվ գնորդի հասկացություն, այդ ժամանակ ինքը վերջնարդյունքի վրա է աշխատում։ Տեսեք, որ հիմա ասում են օպտիմիզացիա, չէ՞, եւ էլի այդ ֆինանսների նախարարությունն է որոշում, կներեք, առողջապահության նախարարությունն է։ Այդ օպտիմիզացիան կստացվի օբյեկտիվ ելնելով ֆինանսավորումից։ Այսինքն մի ակտիվ գնորդ պագը կլինի, մյուս ակտիվ գնորդը կլինի ապահովագրական ընկերությունները, բայց այսօր երբ որ ապահովագրական ընկերությունները տարբեր ձևաչափերով այդ մոտեցումները ունեն, որ հատուցում չտան, նրանց վերահսկող չկա, այս դեպքում նաև նրանց վերահսկողը կլինի պագը։ Նրանք միաժամանակ երկուսը կլինեն ակտիվ գնորդ, բայց գնորդի հետ կապված ես մի եկանք այդ լուծմանը երևի արդեն 10 տարի անցած կլինի այս պատմության վրա, որ հիմա պատմեմ ձեզ, տեսեք, առողջապահության նախարարներից մեկի հետ ապահովագրության հետ կապված փակ քննարկում ունենք, մամուլի համար չէր, աշխատակարգային քննարկում էր, եւ ես շատ անկեղծ էի հարցը տվել իրան։ Ասում էի, որ մեր առողջապահական համակարգը այսօր թանկ է։ Համեմատում ենք կողքի երկրների հետ անգամ, նույն Վրաստանի հետ համեմատ թանկ է, այլ չասեմ շատ այլ երկրների հետ համեմատ։ Գումարած դրան, առողջապահության բյուջեն չի բաշխված, որ կանխարգելի եւ մենք առողջ հասարակություն ունենք։ Ի վերջո այս ապահովագրական պարտադիր էլեմենտը երբ է ավելի ճիշտ դնել, այքան որ գնորդից խոսեցիք, երբ որ պետությունը ռազմավարական տեսանկյունից ստեղծել է առողջ հասարակություն, որ ավելի քիչ բան պետք է առնի եւ ստեղծել է այնպիսի համակարգ, որ ծառայությունները մաչել են, թե այն ժամանակ, երբ որ պարզապես այդպես անհասկանալի գներով ծառայությունը ու մարդուն այսպես ասած արդեն ստիպում ես դու գնա այդ թանգից օգտվի, որովհետեւ ինստիտուտը այդպեսին որպեսի ներդրում ես։ Այ դուք որպես փորձագետ ինչ եք կարծում։ Այս ներդրման պահը ձևը որն է ճիշտը։ Շատ լավ հարցադրում է, ես ասեմ, որ առողջապահական համակարգը դեռևս այսօրվա դրությամբ պատրաստ չի։ Ինչու՞։ Որովհետև հավանաբար բոլորը գիտեն, որ կա առողջապահության համակարգում ծրագրային մի համակարգ Արմեդա կոչվում։ Այդ համակարգը մեզ յուրաքանչյուրից պետքա ճանաչի սուբյեկտ, գիտեք ոնց։ Ինքը մեզ պոլիկլինիկային տեսնում է, եթե մենք գնում ենք հիվանդանոց, ինքը չի տեսնում հիվանդանոցում մեզ ինչ օգնություն, բայց դա հիմա վերածենք փողի։ Այսինքն չէ որ պոլիկլինիկայում էլ է փող ծախսում մեր վրա եւ այնտեղ է։ Այսինքն միասնական համակարգը չի տեսնում թե ին վրա կամ ձեր վրա ինչքան ծախսակատ, այդ կապ չունի գրպանից, թե պետության կողմից, թե գործատուի կողմից։ Ինքը այդ ծախսը չի տեսնում եւ այսինքն եղած ֆինանսները ինքը չի կարող կառավարի։ Մեզ չի դիտարկում միասնական սուբյեկտ։ Այդտեղից է ամբողջ խնդիրը։ Ես ասեմ ուրիշ բան։ Այս սուղ պայմաններում իմ հաշվարկով 150,000 մարդու համար կրկնակի ֆինանսավորում է գնում։ Կասեք ոնց։ Չէ՞ որ մի մասը դրանց ֆինանսավորում է տալի այն սոցփաթեթի շրջանակներում եւ այդ նույն մարդը օգտվում է պոլիկլինիկական ծառայությունից։ Չստացվեց որ երկու անգամ է ֆինանսավորում, եթե այդ ֆինանսավորումը չի հաշվառվում։ Հայտնի անեկդոտ կա, չգիտեմ, գիտեք թե չէ, բայց ձեր պատմածից իմ մոտ անեկդոտ մի անգամից հիշեցի, մեկը հարցնում է հիվանդի բժշկիների, կներեք ասում է մեր ընկերոջ վիրահատությունը ոնց անցավ, ասում է վիրահատությունը շատ լավ անցավ, պարզապես ձեր ընկերը մահացավ։ Հիմա իմ մոտ այնպես տպավորություն է, որ մեր առողջապահության նախարարությունը հենց այդ հայտնի անեկդոտի տրամաբանությամբ է առաջնորդվում, հա, ամեն ինչ լավ են անում, բայց հիվանդը մահանում է, ինչն է այդ ֆունդամենտալ սխալը, ես ուզում եմ այդ ձեր խոսքի մեջ, ես հասկանում եմ այդ հիմնական միս լինում է չէ դեպքեր են, որ ասում են այնքան գործոն կար, չեմ կարող ասեմ որն է, բայց եթե փորձենք հասկանալ, հա, այն որ առաջնային գործոնը ինստիտուցիոնալ բաշխվածությունն է ձեր ասած, պատկերացումների սխալն է, թե ինչն է, որ մենք այս ունենք, այն ինչ ունենք այսօր։ Շատ ճիշտ հարցադրում էր, դրա համար ես առաջնային գործոնը տանում եմ դեպի ֆինանսավորում։
որովհետև ֆինանսներից է կախված արդյունավետ աշխատանքը եւ արդյունքների վերահսկումը, բաշխումը, պատվերը, նորից կրկնեմ, որ մենք пассив գնորդ ենք։ Մենք որևէ կերպ չենք կարող ազդենք դրա վրա։ Ակտիվ գնորդ են հանդիսանում ՊԱԳ-ը եւ ապահովագրական ընկերությունները։ Հիմա բացի այդ, տեսեք, մի խնդիր կա առաջնային բուժօգնություն եւ դա պոլիկլինիկաներն են եւ հիվանդանոցայինը։ Դա ընդհանուր մոտեցում է, որ կանխումը ավելի կարեւոր է, այսինքն պոլիկլինիկական բանը պետք է լինի եւ սրանց բերում եմ այս խոսակցությունը էլի ֆինանսներին։ Սրանց մի քանի տարի առաջ էր այնց մի հատ շարժում սկսվեց, որ պոլիկլինիկաներում բացեցին ստացիոնար կոչվում է ստացիոնար բաժանմունք պոլիկլինիկայում եւ դա մոտեցումը ճիշտ է, բայց ինքը չաշխատեց, որովհետեւ դրա ֆինանսավորումը չկա։ Այսինքն պոլիկլինիկային պետք է ֆինանսավորես հիվանդանոցի դրույքաչափով, բայց սահմանափակ, որովհետեւ չի կարելի, որպեսզի իրանք քաշես ֆինանսավորումը դեպի այս կողմ, որովհետեւ այստեղ ավելի էժան է։ Հա, թվերով ասեմ, եթե մոտարապես պոլիկլինիկայում մեկ անձի համար ֆինանսավորումը մոտարապես 12-13 հազար է, հիվանդանոցում մեկ օրը մեր համար 18, այսինքն 30-40%-ով թանկ է։ Եթե մենք կարողանանք այս shift անենք, փոխենք, բերենք այս կողմ, իսկ դա ֆինանսների հետ է կապված։ Եվ դրան դա պետք է անի ՊԱԳ-ը եւ պետք է անի ապահովագրության միջոցով, որը shift այդ փոխակերպումը տեղի ունենա։ Եթե մենք ֆինանսները չենք կարող կառավարենք, ինչքան էլ շատ ֆինանսավորենք չի հերիքի։ Ամբողջ խնդիրը ստեղ է։ Առողջապահության ֆինանսավորման հարցը հասկացանք։ Տեսեք, դուք նշում եք ֆինանսներ, բայց ես ոչ թե չեմ համաձայնում ձեր հետ, այլ ապահովությունը կարևոր լայն է։ Հենց հիմա էլի գյուղացին կանգնածա խնդրի առաջ։ Էլի կարկուտ եկել է, էլի բերքը վնասել է, էլի կառավարությունը մտածում է փոխհատուցում տալու մասին, ընդ որում ամեն անգամ է մտածում փոխհատուցում տալու մասին չի ասում, բա ինչ մեխանիզմ դնեն, որ ոչ թե փոխհատուցում տամ, այլ ինչ-որ ինստիտուտ կայացնեն։ Խոսեցին գյուղատնտեսական վարկեր, գյուղատնտեսական ապահովագրություն, այս համակարգը չի աշխատում փաստացի։ Ընդ որում ապահովագրողը չի ուզում ապահովագրի անգամ։ Որն է պատճառը, ու ի վերջո ստեղ էլ պետք է գնանք պարտադիրի, թե հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որ պարտադիր չլինի, բայց մարդը ի վերջո հասկանա, որ ապահովագրությունն իր համար է եւ անի։ Հիմա նայեք, մեքենա գնողին ասում են, չէ, մեքենան կապահովագրես, որ վարկ տրամադրենք։ Օրինակ եմ ասում։ Բնակարան գնողին ասում են, կյանքդ կապահովագրես, որ բնակարանը կարողանանք քեզ տան։ Այսօր գյուղվարկը տալիս են, վարկա տալիս, հետո էլ պետք է գնանք խնդրեմ ունենամ, իրականում չի կարողանալու, չէ, գյուղացին այդ վարկը տա։ Բայց ապահովագրության պարտադիր պահանջ եւ համագործակցված ռացիոնալ գներ ծառայությունների դիմաց միջամտություններով չկա, այս խնդիրը ոնց պետք է լուծվի։ Շատ լավ հարցադրում է, տեսեք, եւ գյուղատնտեսությունը։ Ես մի ոլորտ էլ կավելացնեմ, բայց դա մասին մի քիչ հետո խոսենք, եւ բժշկականը ի դեպ, եւ արտահանման վարկերի ապահովագրությունը, դա մասին մի քիչ հետո խոսենք, սկսենք գյուղատնտեսություն։ Այս այն ոլորտներն են, որտեղ տեսեք, ապահովագրությունը ֆորս մաժոր չի ճանաչում։ Ինքը երկու բան է ճանաչում, կամ ռիսկը ինձ համար կառավարելի է, կամ կառավարելի չի։ Այնտեղ որտեղ կառավարելի չի, պետությունը միանում է։ Գալիս է կողքից ասում է ես կօգնեմ, որտեղ որ քո համար կառավարելի չի, ես քեզ կօգնեմ։ Այ ամբողջ խնդիրը սա մեջ է կանում։ Ընդ որում այդ սուբսիդավորումը, որը գնում է ապահովագրության միջոցով, ԱՀԿ-ի կանոններով համարվում է նորմալ սուբսիդավորում, այլ սուբսիդավորումները խնդրահարույց են։ Հիմա երբ որ 19 թվականի եւ 20 թվականից սկսեց գործել այս գյուղապահովագրության համակարգը, որ հիմա գործում է եւ 20 անցած տարի ուրեմն վերապահովագրող Swiss-Ren հրաժարվեց մեր հետ Հայաստանի հետ աշխատելուց, ես ճիշտ ասած կանխատեսում էի ոչ թե եղում կարող եմ կամ պայծառատեսեմ, չէ, ուղղակի մենք սա անցել ենք, որովհետև 97-98 թվականներին նույն բանը տեղի ունեցավ կար պետական ապահովագրական ընկերություն, իդեմս գյուղնախարարության, այս նույն պատմությունը կրկնվեց, որ ասում է կարկուտը ծեծում է նույն տեղը, այսինքն այս նույն բանը տեղի ունեցավ, իհարկե ֆինանսների նախարարությունը էլի այդ հատուցումները չտվեց, որովհետև հասկացանք ինչ է կատարում, եւ նույն բանը ասեց Փաշինյան վարչապետը այս իրադարձության հետ կապված, որ
Ուղղակի սա դիտարկում են գործող կառավարությունը ինքը ինչ չի կարող անի, միշտ պատճառ գտնում է այդ հարցում։ Չէ, եւ ինքը արդարացի էր, որ գյուղացիները տեսնելով այս համակարգը ուղղակի չեն մշակում, հետո դիմում են ապահովագրության։ Պիտի բերի ինձ բանը կարանա։ Հիմա տեսեք։ Իսկ կներեք, դու կառավարությունը չպետք է քննարկեն ինչպես ստացվեց, որ վերապահովագրողը մեզնից հրաժարվեց։ Դե բարձր մանի արդյունքում է։ Մենք տեսեք, ինքը այս ապահովագրությունը նախ ինքը շատ բարձր ռիսկային է, տեղեկատվության ասիմետրիա կա, այսինքն երկու կողմերը ինֆորմացիան բացարձակ չեն տիրապետում։ Ինքը շատ բարդ ապահովագրություն է։ Այս առումով աշխարհը գնացել է մի հատ եւ ինչ է արվում, մեր մոտ 4 մշակաբույս է, կարծեմ, չէ, մի քանի մշակաբույս է, 3 ընկերություններ են դա անում։ Եվ ըստ էության մի 20 տարի առաջ այս խնդիրը շատ բարձ ձևով է լուծվել։ Կա աշխարհում եւ այդ բոլոր խնդիրները հանում է։ Դա կոչվում է ցուցիչներով ապահովագրություն։ Ամենալրջագույն խնդիրը դա ցրտահարությունն է։ Ինչ է նշանակում ցուցիչներով ապահովագրություն։ Ցուցիչներով ապահովագրություն իսկ այսօր թվայնացման դարում դա շատ հեշտ է այդ խնդիրը լուծել, բայց այս զոնաների դա պետք է արվի, Արարատյան դաշտավար, Նախալեռնային եւ այլ։ Եթե ուրեմն ցուցիչ բանը հիդրոմետկանները ֆիքսում են, իսկ դա 15 կիլոմետրի վրա պետք է այդ համակարգերը դրվեն, որ ամբողջը ծածկի, եթե ինքը ֆիքսում է, որ ցրտահարությունը տևել է 3 ժամ եւ ավելի, դա նշանակում է եւ ասենք -5, դա նշանակում է, որ բերքը ամբողջությամբ վնասվել է։ Էլ չեն նայում, ես ինչ չեն գալի չափում, մի անգամից հատուցումը տալիս են։ Կա մի հատ գործոն, արդյոք ես ունեմ այդքան այգի կամ այդքան բան։ Հա, այդ են չափում։ Այսինքն սա ներդրել են անգամ, ոնց ասեմ, աֆրիկական երկրներում, լատինաամերիկյան երկրներում, որտեղ կոռուպցիայի աշխարհն է եւ այլև կառավարման համակարգ պատկերացնում եք, չէ։ Այսինքն ինքը շատ པարզ է եւ ինքը շատ հեշտ է աշխատում։ Այս փուլում մեզ պետք է այս համակարգն է ցուցիչներով ապահովագրությունը ներդնել, իդեպ այս ներդնելու դեպքում էլ կա միջազգային համապատասխան կառույց, որ շատ հեշտությամբ աջակցում է սրան։ Եվ այդ ճանապարհով հիմա տեսեք, երկրորդ խնդիրը կա։ Երբ որ մենք ասում ենք պետական աջակցություն, երկու սուբսիդավորումը ապահովագրավճարի դա հարցի առաջի կողմն է եւ անմիջապես այդ ռիսկի փակելու խնդիրը դա երկրորդ կողմն է։ Իդեպ ասեմ սուբսիդավորումը շատ վատ բան է, որովհետև ինքը խեղաթյուրում է շուկան, բայց բոլոր դեպքերում սուբսիդավորումը կիրառվում չի, որովհետև պետքա գյուղացու մոտիվացիա ստեղծել, որ սա լավ բան է, եւ այդ նպատակով, այդ առաջնային, ասենք, շուկան ձևավորելու համար իսկապես դա կարևոր է, բայց վերջնահարցունքը, որ հիմա ասում են Հիմա ինչ ասեց կառավարությունը 25 թվականի երբ որ Swiss Re-ն հրաժարվել է, ես եմ ըստ էության վերապահովագրողը, ստեղ էլ ախր շատ հետաքրքիր մոտեցումներ կան։ Սա 5 աշճանի պաշտպանության շերտ է։ Ֆուտբոլասերների մեր հանդիսատեսների մեջ երևի շատ ֆուտբոլասերներ կան, այնտեղ շերտավորված պաշտպանություն հասկացություն կա, չէ՞, տեսեք։ Ստեղ էլ է նույն ըստ էության նույն բանն է։ Առաջի շերտը դա ֆրանշիզան է, այն ինչ որ մենք մեր վրա ենք վերցնում, իստեղ բավականին ինքը կարող է բարձր լինի 10-15 անգամ 30%, երկրորդը առաջնային ապահովագրողն է, երրորդը համաապահովագրությունն է։ Մեր մոտ 3 ընկերություններ են անում, ցանկալի կլինի որ նրանք համաապահովագրություն անեն։ Գիտեք ինչի կոնցենտրացիան է ռիսկի բանը, որտեղ ապահովագրությունը փուլինգ է։ Այդ ռիսկի կոնցենտրացիան տրոհվում է, ավելի մեծ տրոհում է ստանում։ Չորրորդ շերտը դա կլինի այդ հիմա որ ասում են պետության կողմից աջակցող հիմնադրամը, չէ որ մենք ապայում ունենք այդպիսի երաշիքային հիմնադրամ, այսինքն 4-րդ շերտը կլինի դա եւ 5-րդը կլինի վերապահովագրողը։ Վերապահովագրողը եթե տեսնի դու շերտավորված այսպիսի կառույց ունես, ինքը մեծ հաճույքով կգա դրան։ Մենք սա էլ չենք ուզում այս պարզ լուծումներին գանք։ Այ պարզ լուծումներին որ ասում եք, նաեւ որովհետև ցավոք սրտի մեր ժամանակն էլ սպառվելու հատկություն ունի, փորձենք համել տեղավորվել ժամանակի մեջ։ Այ տարբեր ոլորտներում մենք թվարկում ենք պատճառներ են գտնում, որ դա չկայացավ, հիմա արձանագրում ենք վատը, որ չկայացավ։ Այս նույն պարտադիր ապահովությունը այս ազատականացումից հետո տեսնում ենք դժգոհություն, այսինքն թվում էր առաջին տարին են, որ ապան նոր եկել էր, մարդիկ դժգոհ էին, պարտադիր էր, հետո տրամադրություններ փոխվել, դեպի լավի էր գնում, մարդկանց տրամադրությունն էր փոխվում ու նորից հիմա այս
վերջում կիսատ բռատ մի հատ սխալ մոտեցում ու էլ հանրային տրամադրությունները հետափոխվում են դեպի վատի, փոխանակ գնար հակառակը դեպի լավը ու ապահովությունը որպես ինստիտուտներ մնացած տեղերը սկսեր աշխատել, հա, ապան ինքը շատ լավ օրինակ կարար դառնալ, ասային էլի տեսեք դժգոհ եք, բայց հիմա եկել է ինչքան գոհ եք, ու տենց էլ կար, բայց հետո էդ էլ ավիրեցին, որ հիմա էդ էլ տենց չի, այ որն է այն կա տենց մի հատ, չգիտեմ, կախարդական փայտիկ ասեմ, մասնագիտական խելացի միտք ասեմ, մոտեցում, որը մարդկանց վերաբերմունքը կարա փոխի եւ կայանալու հնարավորություն կարա տա։ Մենակ գյուղ ոլորտը չէ, ընդհանուր քիչ առաջ էլի նշեցիք առողջապահությունը, ապան մնացած ուղղությունները, ունիվերսալ բանաձև կա, թե մնացած ամեն մեկի համար իր բանալին այսպես ասած պետք է սարքել։ Շատ շնորհակալություն ապայի հարցադրումը իսկապես շատ հետաքրքիր է, բայց սկսեմ մի բանից, ապայի ներդրելուց պարզվեց, որ մենք ամենաօրինապաշտ ժողովուրդն ենք։ Շատ հետաքրքիր դիտարկում, ես հիմա թվերով ասեմ։ Ինչի, որովհետև դա 10 թվականն է, 11 թվականին ընդգրկվածությունը կազմեց 70-ից բարձր տոկոս։ Ապան որ ներդրում են այս ընդգրկվածության աշանը լինում է 25-30% եւ դա է աշան։ Մենք առաջի տարում ապահովեցինք այդ ցուցանիշ։ Դա աշխարհում չլսված բան է։ Եվս մեկ անգամ ասում ենք, որ մենք ամենաօրինապաշտ ժողովուրդն ենք։ Հիմա տեսեք տեղի ինչա տեղի ունենում սրա հետ կապված։ Այն հիշենք այն վնասաբերության ցուցանիշը, այսինքն մեզ բոլորիս պարտադրում են, որ մենք վճարենք, հա, որովհետև դա երրորդ անձի, ուրեմն պատճառած վնասների քաղաքացիական պատասխանատվության, դա մեքենայի ապահովագրություն չի։ Հիմա ըստ էության մենք պարտադիր դրա համար պետք է վճարենք եւ ըստ էության, եթե տենց ենք նայում, մեր վճարած գումարի մեծ մասը 90%-ը պետք է հետ գա։ Բայց այն առաջի տարիներին 55% էր, մենք հիմա դա բարձրացրեցինք 75%, ես հիմա թվերով կնայեմ, անցած տարի եղել է 80%, այս տարի իջել է էլի 70% եւ ընկերությունների տարբեր է։ Ստացվում է, որ մեր պարտադիր վճարած, հա, եւ այստեղ բերենք հիշենք այն հանգամանքը, որ բոնուս մալուս համակարգի հետ կապված հնարավորություն տվեցին, որ ընկերությունները բազային, բացի բազային դրույքաչափից իրանք որոշեն դրույքաչափը եւ դա էլ է լավ բան, բայց դրա արդյունքում միջին ապահովագրավճարը 37,000-ից դարավ 40,000, ոչինչ, դա էլ է լավ։ Հիմա եկեք գնահատենք, իսկ դրա արդյունքում մենք սպառողներս ինչ ստացանք։ Արդյունքում ստացվեց, որ սպառողները անցած տարի ուրեմն 81% էր, այսինքն իրանց մնաց 19%, 18, 19%, բայց մինչև այդ եղել էր 71%, իրանց ավելի շատ էր մնում։ Ընկերություններով պատկերը տարբեր է, կան ընկերություններ, որ ունեցել են ընդհանուր մինչև 90%, այսինքն այդ 10%-ի մեջ իրանք տեղավորվել են։ Հա, մյուս կարևոր ցուցանիշը դա միջին հատուցման գումարն է։ Պարզվեց, որ դա ներդնելուց հետո այս դրական բաներն է։ Միջին հատուցման գումարը էլի աճել է, դա շատ լավ է։ Բայց պարզվում է, որ ինքը այս sense տատանվելու բան ունի, այսինքն երբ որ մենք հնարավորությունը տվեցինք ապահովագրական ընկերությունին, մյուս կողմից մենք պետք է մտածենք սպառողների շահերի մասին։ Իսկ սպառողների շահերի մասին ամենալավ ցուցատալի այդ ցուցանիշը։ Ուրեմն այս դեպքում մենք կարանք ուրիշ բան անենք։ Մենք կարող ենք ասել օրենսդրորեն, որ վնասաբերության ցուցանիշը ապայի դեպքում ոչ թե օրենքով սահմանենք, այլ պետք է կարգավորվի։ Օրինակ ինքը չի կարա արդեն ենթաօրենսդրական ակտով կարգավորենք, օրինակ բյուրոյի որոշումը, օրինակ ինքը չի կարա 25%-ից իջնի, պայմանական, որովհետև դա օրենքով ամրագրել է սխալ է։ Այն ժամանակ մենք պաշտպանություն կունենանք։ Ցավոք մեր ժամանակը ինձ հուշում եմ, որ մոտեցել է ավարտին, ես լիահույս եմ, որ ոչ միայն մեր սպառողները այսօր իրենց համար պիտանի տեղեկություն գտան, այլ նաև այսպես ասած կազմակերպիչները իրենց համար պիտանի տեղեկություն գտան եւ կարողանան գտնել այնպիսի լուծումներ, ինչպես դուք ձեր խոսքում վերջում նշեցիք, որպեսզի վերջում շահով դուրս գա առաջերտին սպառողը, հետո նոր մնացած շահագրգիռ կողմերը։ Շնորհակալություն մեր հավերն ընդունելու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սիրելի հետևորդներ, բաժանորդներ, մեզ այսօր լսողներ եւ ծանոթանաք սպառողական ոլորտի ամենատարբեր խնդիրներից։